Իրանում զոհերի թիվը հասնում է առնվազն 648-ի, որոնց թվում կան նաև անչափահասներ։ Ըստ չհաստատված հաղորդագրությունների իրական թիվը 6000-ն է։ ԱՄՆ-ն կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին Հայաստանով լքել երկիրը։ Իրանի արտգործնախարար Արաքչին տարօրինակ է համարում, ինչու են ընդդիմադիրները թիրախավորել հատկապես մզկիթները։ Նրանք որքան էլ տարօրինակ է թիրախ են ընտրել մզկիթները, եւ դա իսկապես զարմանալի է։ Ոչ մի իրանցի չէր համարձակվի հրկիզել պաշտամունքի վայրը։ Հրկիզվել է 350 մզկիթ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին պնդում է, որ Իրանի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են փախչել երկրից եւ բեռնում են ինքնաթիռները թռիչքի համար, հայտարարելով, որ ինքը հետախուզական տվյալներ է ստանում Իրանի ներսից։ Եթե մարդիկ իսկապես չհավատային, որ ես կարող եմ լինել այն մարդը, ում կարելի է վստահել, նրանք միլիոններով դուրս չէին գա Իրանի փողոցներ, Իրանի բոլոր անկյուններում վանկարկելով իմ անունը եւ պահանջելով իմ վերադարձը։ Հակակառավարական ցույցերի ֆոնին 120 ժամից ավել է, ինչ Իրանում փաստացի չի աշխատում համացանցային հաղորդակցությունը։ Իշխանություններն անջատել են ինտերնետը եւ չեն հրապարակում պաշտոնական տվյալներ զոհերի մասին, բողոքները որակելով որպես ահաբեկչական գործողություններ։ Մինչդեռ հիվանդանոցներն ու դիահերձարանները ըստ բժիշկների եւ աղբյուրների լցված են զոհերով եւ վիրավորներով։